ձևական ոչ ֆորմալ իմաստով կոալիցիա կազմած հանրային ձայնի եւ թե նաեւ Մայր Հայաստանի եւ որոշակի առումով մեր ֆրակցիայի մարուցանական թևի դիրքորոշումները ըստ էության հարցը հետեւյալն է, որ կա քաղաքացիական պայմանագիր հանրապետություն կուսակցություն հստակ կոալիցիա թղթի վրա ստորագրված, կա հանրային ձայն, որը կոալիցիա է, բայց թղթի վրա գրված չի, ինքը ունի քաղաքացիական պայմանագրի լիակատար աջակցությունը, այսինքն նույն քաղաքացիական պայմանագիրը, որ հանում էր ավականու անդամներին բացակայության համար, հիմա ինչ-ինչ պատճառներով, քաղաքական նպատակներով Արտակ Գալստյանին չի համարում բացակայող։ Ես նաև բացատրեցի, որ այդ մի հոգու մանդատի բացակայությունը ըստ էության ընդդիմությանը դարձնում է անգործունակ, բայց ընդդիմությունը ըստ էության այդ բացատրությունը չի ուզում ընկալել, եւ ես ուղղակի արձանագրեցի, որ նույն Մայր Հայաստանը, որը որ ամիսներով պայքարում է, չգիտեմ, տրանսպորտի գնի համար, այնպիսի համար, հստակ ֆիքսեց հանձնաժողովի նիստում, որ մենք ունենք ընդդիմությունի 26 ձայն, այսինքն միայն ազգային առաջընթացի 14-ը եւ Մայր Հայաստանի 12-ը։ Այսինքն ես իրենց այդ պահին հարցրեցի, բա դուք որ 26 ձայն ունեք, դուք ոնց եք բերում նախագծեր եւ հույս ունենում, որ տրանսպորտի գինը պետք է իջնի կամ այն մյուս բանը պետք է փոխվի, այսինքն երբ որ ես առաջարկում եմ լուծում, որով կարող եք, իրանք վկայակոչվում ինչ որ բարոյական նորմեր, որ այդ մարդը ինչ բարոյականության մասն է խոսքը, եթե Երևանցին ձայն ապավել 30 մեծամասնություն ընդդիմությանը, բայց նույն ընդդիմությունը ինչ որ բարոյական նորմեր վկայակոչելով չի ուզում բնակիչների ձենի դեր կանգնել, այսինքն այս 2 տարին ինձ պետք եղավ, որտեղ ես նախորդ ժամանակ նաև վերել էի կես տարի առաջ իմպիչմենտի հարց։ Բայց դուք էլ Հայկ Մարությանի շնորհիվ այսպես ասած հայտնվեցիք քաղաքապետարանը, բայց ոնց որ հիմա իր թիմի հետ չեք հարցը, բայց իմ ասացի հետ։ Ես ասում եմ ձեզ, որ կա ընդդիմության մեջ տարբեր մոտեցում ժողովրդին տված քվեների մասով։ Ժողովուրդը տվել է Հայկ Մարությանին, ազգային առաջընթացին եւ Թևանյանին եւ Մայր Հայաստանին, որ գնան լինեն ընդդիմություն եւ ընդդիմության ֆունկցիան է ըստ սահմանման իշխանությունից հեռացնել մեծամասնության։ Ասում եմ ձեզ, ես բերել եմ նախագիծ, որով իմպիչմենտ եմ բերում, ասում եմ այդ մանդատից զրկենք, որ բերենք այդ երկու ուժերը, մարդիկ ասում են, մեզ պետք չի մատից զրկել, որտեղ դա բարոյական չի, այդ մարդ տնային կալանքի մեջ է, այդ մարդը տնային կալանքի մեջ է, ձեր բնակիչներին ասեք, որ մենք չենք կարող ձեր տրանսպորտի հարցը լուծել աղբանության, որտեղ մենք բարոյականության կներեք մի ընդհատեք, հարց եք տվել, լսեք, պատասխանում եմ։ Եթե դուք այտենց եք այդ նորմերով եք շարժվում, բարի եղեք, դուրս եկեք փողոց, երբ որ տրանսպորտի դեմ ակցիաներ եք կազմակերպում, ասեք կներեք, այս որ շտորագրությունները դնում եք այդ թղթերի տակ։ Մի վայրկյան, լսեք ինչ պատասխանս։ Ես ասում եմ իրանց մասով, դուք ինձ հիմա հարց եք տալի, դուք լսեք, ես չեմ ասում։ Ես ասում եմ այդ մարդիկ ստեղ ուրիշ բան են ասում, որովհետև չեք թողում խոսամ ու անդադ ուզում եք ձեր ուզած հարցը տակ։ Ձեր ուզած հարցը տվել եք հիմա, հա, բայց դուք տեսնում եք պատասխան ձեզ դուր չի գալի, ուզում եք հարցը փոխեք ուրիշ հարցը։ Լսեք ինչ է պետք։ Ոչ, դուր գալու հարցը։ Լսեք։ Շատ մեծ կապ ունի։ Դե հիմա որ թողեք ես բացատրեմ, կասեմ։ Մենք ունենք 32 ձայն։ Մի ընդհատեք, դուք լրագրող եք, ոչ թե քաղաքական գործիչ, որ բանավիճում եք։ Դուք հարց եք տվել, լսեք։ Դե բանավիճում եք։ Դե թողեք ավարտեմ։ Հիմա լավ է չթողեմ ձեզ հարց տամ։ Բա թողեք բացատրեմ, հարց տվեցիք, չէ՞։ Դե թողեք բացատրեմ։ Դե ուրեմն բացատրում եմ, պատասխանը բացատրություն տա, չէ՞։ Ես ինչը չէ։ Այսինքն, եթե մենք ունենք 33 մանդատ, տվել է իշխանությանը, տվել է 32, տվել է 24 ԿՊ-ին, 8 էլ հանրապետության այդ մարդիկ այլ են կոալիցիա ու իրենց կոալիցիային մի հատ պակաս է։ Մի հոգի էլ գտնվում է անազատության մեջ, այսինքն 32-ը։ Ես ասում եմ այդ մարդը, որ անազատության մեջ է, եկեք իր մանդատից զրկենք, որպեսզի տեղը գա ուրիշ մարդ, մենք ունենք հետո մենք արդեն կաշխատենք հանրային ձայնին բերել ընդդիմության դաշտ, որ եթե կարողանանք իմպիչմենտ անենք։ Այս մարդիկ իմպիչմենտի ժամանակ ինձ ասում էին իմպիչմենտը որ բերել ես Արտակի բանը սկզբից բեր։ Իր մանդատի հարցը, դա, հա? Դա ասում էր հանրային ձայնը, դա ասում էր Մարությանական թևը, դա ասում էր Մայր Հայաստանը։ Ես բերում եմ իրանց իմպիչմենտի այդ մարդու իմպիչմենտի հարցը, հիմա էլ ասում են, դա բարոյական չի։ Բայց բարոյական չի, 3 ամիս, 6 ամիս առաջ մտածեիք, որ բարոյական չի։ Բարոյական չի, մտածեիք ձեր ակցիաները անելու ժամանակ։ Այսինքն խնդիրը այն է, որ ես չեմ տեսնում ընդդիմության մեջ միասնական դիրքորոշում, որ իրանք ուզում են Երևանի քաղաքապետարանում քաղաքացու տված մեծամասնությունը ընդդիմությանը տված ձեներին տեր կանգնեն, այսինքն մենք ֆիքսում ենք, հա, մի ընդդիմություն մենք ցեր համարում ենք միակ նորմալ ընդդիմություն ենք, որը որ կարողացել է երկու նախագիծ բերի, մեկը իմպիչմենտի, մյուսը մանդատի զրկելու, ու դա չի ունեցել արժանացել աջակցության,
դա էական չի 5 հոգի ենք։ Ինչ կապ ունի դա։ Ես ասում եմ ձեզ, որ նորմալ չի, եթե ընդդիմությունը չի ուզում իշխանությանը տապալելու, իշխանությանը հաղթելու իրավական ճանապարհից օգտվի, դա նորմալ չի։ Եթե ձեր համար դա նորմալ է, ուրեմն նորմալ է։ Թող ժողովուրդը որոշի, դա նորմալ է թե չէ։ Ահա։ Այո, ո՞նց եք իշխանազրկում։ Պետք է ունենան 33 ձենը, որը ժողովուրդը ձեզ տվել է։ Հիմա մի ձենը սառեցված է տունը։ Ես ասում եմ դրան լուծում առաջարկեք։ Այո, մանդատից զրկել, որ տեղը գա մարդ։ Հիմա մենք ճիշտ հասկացանք։ Այո, Մարությանի թիմը եւ Հայկ Մարությանի թիմը, ինչպես դուք եք։ Այո, եւ Մայր Հայաստանը դրան դեմ է։ Կողմ են ըստեյության Տիգրան Ավինյանի հետակա։ Ես ասում եմ իրանք դեմ են մանդատը զրկելուն։ Այդ մնացածը թող ժողովուրդը արդեն որոշի կողմից չէ, բայց ես ասում եմ, եթե դրան դեմ եք ու դուք ընդդիմություն եք, ու ձեր գործողությունները արդեն պլանավորեք ըստ դրան։ Կասկածի հարց չի, ես ինձ իրավունք չեմ տակած։ Մարդիկ թող իմանան, որ այս պայդրությամբ Երևանի քաղաքապետարան կա 24 հատ ընդդիմադիր, այսինքն հանրային ձայնը ամբողջությամբ կորցված է ու այդ 24 հոգին էլ չունեն միասնական դիրքորոշում, թե ոնց այն 7 ձենը հետ բերեն ու դառնան մեծամասնություն ըստ էության, որովհետև ես դուք լսել եք, չէ՞, ընդդիմության բոլոր ելույթներում խոսք է գնում, քաղաքապետարանում դուք Ավինյանը ունի փոքրամասնության իշխանություն, բայց փոքրամասնության իշխանության մենակ խոսքով չի, չէ՞, դրա տակը հիմք կա, դրա տակի հիմքը հենց այդ մի մանդատն է, որի հարցը պետք է լուծվի։ Եթե իմ լուծումը սխալ է, թող այդ մարդիկ առաջարկեն ուրիշ լուծում, որ մենք այդ մանդատին տեր կանգնենք։ Բայց իրանք ասում են դա բարի։ Մեկ այլ անցկա։ Ինչ կարող է ինքը համագործակցելու։ Ասեմ ինքանով է, դրա համագործակցելը արդեն կախված է քո կողմից քաղաքական հետ դիալոգ տանելու, աշխատելու, որովհետև դու իրան առաջարկել ա ԿՊ-ն ինչ-որ բան, չէ՞, դրա համար էլ իրանք որոշել են լինեն իրանց հետ։ Մենք պետք է աշխատենք, մենք ես բոլորի հետ էլ շփվում, բոլորի հետ աշխատել եմ։ Ես չի հիմա դա էական չի, որովհետև ես խոսացել եմ նույնիսկ, հա, ես բոլորի հետ խոսացել եմ, բայց հիմա հարցը դա երկրորդական հարց է, դա ծավալուն թեմա, այդտեղ կան բազմաթիվ քաղաքական, կա քաղաքական բազմաթիվ, դրա մասին ես մանրամասն գրել եմ, եթե ուզում եք մի օր այդ թեմայով կարող եմ հարցազրույց տալ, որտեղ դա կես ժամ կարող եմ խոսել։ Իմացանք, հա, վիրավորանքներ, ինչ-որ նաև լարված մտնոլորտում է անցելով ու Այդտեղ հատուկ բան չունեմ ասելու, էական չի։ Ես ուզում եմ հիմա ես նաև կունենամ ամփոփիչ ելույթ, այս 2 տարվա ավականու գործընթացի մասին եւ իմ համար ֆիքսում եմ մի բան, որ ընդդիմությունը 24 հոգի է եւ թող ընդդիմությունը այդ 24 հոգի ունենալու հաշվով էլ կառուցի իր գործողությունները, ոչ թե վեր թռնի, եթե որևէ գործողություն չի անելու ժողովրդի տված 33 ընդդիմադիր ձենին տեր կանգնելու համար։ Բայց այդ քանակցաները արվեցին տրանսպորտի թանկացման դեմ, դուք դուրս չեկաք փոխել։ Դուրս չեկաք հանրային տրանսպորտի թանկացման դեմ մեծ ընդվզում կա։ Հանրային տրանսպորտի Եվ Հայկ Մարությանը, Չէ, դուք ասում եք եւ չէ, դուք ասում եք ներկայացնել էսպես բան արեցիք, չէ՞։ մենք ընդհանրապես բոյկոտի կոչ արել ենք, մենք ամենաառաջինն ենք կոչ արել մինչև ակցիաները։ Հայկ Մարությանն արեց, մենք 2 անգամ նրան տեսանք հանրային տրանսպորտ բարձրանալիս եւ Ես երբեք մարդկանց չեմ կոչ արել, ես կոչ եմ արել բոյկոտել, ես երբեք չեմ գնացել իրանց հետ հանելու, որովհետև ես անձամբ անելու մեջ իմաստ չեմ տեսնում, ես տեսնում եմ իմաստ մարդկանց իրազեկելու, որ իրանք անեն բոյկոտ, մենք բոյկոտին մասնակցել ենք մեր կոչերով, մեր ինֆորմացիան տրամադրելով։ Ով որ ուզեցել է անել, դա սխալ է ձեր հարցը, ասեք ինչի չմիացաք։ Միանալու հարց չի։ Երբ որ ես ասում եմ այո բոյկոտեն, նշանակում է ես միացել եմ բոյկոտին։ դուրս չեկաք, ոչ թե մի։ Որտեղ ես դուրս գալու մեջ իմաստ չեմ տեսնում, ես գնամ ինքս տրանսպորտը չնստեմ, գումարը չտամ։ Ես դրա մեջ իմաստ չեմ։ Թողնում եք մարդկանց Ինձ թվում է բոլորն էլ այդպես թողեցին։ Եթե դուք ինձ մի հատ քաղաքական գործիչ կասեք, որը բոլոր օրերին բոյկոտին մասնակցել է։ Առաջի մեկ ամսը էլ երկրորդին չեն արել, երրորդին չեն կարել։ Իսկ նիստ այդ process-ը տապարվել է երրորդ։ Չէ, ես նորից եմ ասում, իմ միանալով չէր։ Մենք պետք է գնանք արդեն նիստ։ Թող ասեն, ով ինչ ուզում է, թող ասեն, ըստ էության ասելով չի, այլ գործողությամբ, հա։ Եթե տրանսպորտով պետք է բոյկոտելով իշխանափոխություններ, թող ուրեմն իրանք հայտարարել են, թող տանեն ինչ որ մեկ տրանսպորտից ներողություն, դուք օգնում եք տրանսպորտից։ Ես հազվագյուտ եմ ոչ, չէ։ Իսկ ովքեր վճարում եք։ Ես ոդկով եմ եկել։ Չէ, երբ որ թեկուզ մեկ անգամ Ես չեմ օգտվում ընդհանրապես։ Այսինքն այս բարեփոխումների համայնքը չէ ձեր մաշկի վրա չեք զգում, ոչ մեկին եք բարը։ Համայնքը դուք պատոնից որ նայեք, համայնքը կտեսնեք, որ տրանսպորտի գծերի համար հատկացված։ Այո, բոլոր դարալա տրանսպորտը գալիս է կես ժամը մեկ, այդ կես ժամվա ընթացքում այդ գծերը չեն օգտագործվում, դարելա խցանումներ, այսինքն տրանսպորտի գծագրությունը, որ արել այդ ճանապարհների ուղղությունները, էլի սխալ արվի, այսինքն մի խնդիր չի, բայց իմ ասածն է, որ ամեն խնդրի մասին առանձին կանգնել, պայքարել եւ անելու փոխարեն ավելի լուրջ լուծում է առաջարկվել, բայց մարդիկ չեն ուզում։ Նույնիսկ չեն ասում, այս տարբերակը լավը չի, օրինակի համար բանդատիզը, բայց եկեք ուրիշ տարբերակով անենք, այսինքն ընդհանրապես ես կարող եմ ֆիքսել, որ
ընդդիմության դաշտում չկա որևէ նորմալ երկխոսություն, թե ոնց ենք Հիմա դուք ինչ եք անելու, պարոն Գրիգորյան, Հայկ Մարությանը, չէ, Հայկ Մարությանը ձեր ուժը, Հայկ Մարությանը հայտարարել էր, որ պրոցեսներ են սկսվելու Այդ իրանից հարց է, օգոստոսին, սեպտեմբերին։ Դուք իրանից հարց մոտել ինչ որ պարակտում եղել։ Տարակում չի եղել։ Լավ, ես կարող Գրիգորյան, այսինքն այս ձեր ասացի այս գումարման, այսպես ասած, ավականու գործունեությունը այդքան էլ արդյունավետ չի։ չի կարող լինել արդյունավետ։ Հնարավոր է գնալ արտահերտ ընտրությունների։ Արտահայտությունների համար էլ չկա 24 ձայնով, դու չես կարող անես ոչ արտահերտ ընտրություն, ոչ կարող ես օրինագիծ տապալել, ոչ կարող ես օրինագիծ ընդունել, այսինքն դու որևէ բան չկա, դեմարի ասի անգործունակ, ընդդիմություն է։ Եթե չի անում այն քայլերը, որով բերում է 33 ձայնը լրացնում է։ Մնացած բոլոր դեպքերում ինքը անիմաստ է։